Բարև ձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթական լուրերն են։ Ալեքսանդրետի հայկական եկեղեցին պիտի վերանորոգվի ավերակներու տարածքին մեջ։ 72 տարեկան Զիս կխնամե 94-ամյա մայրս։ Մոջթաբա Խամենեին դարձած է Իրանի նոր գերագույն առաջորդը։ ԱՄՆ Իսրայել-Իրան պատերազմը կցնցե համաշխարհային տնտեսությունը։ Մենք դում պիտի վերադառնանք, Մեդաքսի Հակոբյան։ Իսրայելը սպիտակ ֆոսֆոր օգտագործած է Լիբանանի բնագելի թաղամասերուն մեջ։ Սիբիլ եւ Մայքլ Գյորջյան ներկայացուցած են նոր դեսահոլովակ։ Հայկական ցուցական թեյի հազարամյա ավանդությունը։ Արևմտյան Հայաստանի Ալեքսանդրետ քաղաքի հայկական 40 մանուկ եկեղեցվո մեջ մոտ օրերս կսկսին վերանորոգման աշխատանքները։ Եկեղեցին լուրջ վնասներ գրած էր 2023 թվականի փետրվար 6-ի երկրաշարժին, որ հարվածեց Մարաշն ու Հատան, եւ վնասված են նաեւ եկեղեցական հիմնադրամին 8 խանութներն ու հարագից շինությունները։ Ալեքսանդրետը տարի շարունակ հայերու բնակավայր եղած է։ Կառուցված են եկեղեցիները եւ մշակութային հուշարձաններ, սակայն տարիներու ընթացքին մեծ մասը Թուրքիո մեջ անդեսված կամ ավերված է։ Թուրքական վարչագար Կճի ճանչար հայկական ժառանգությունը նսեմացուցած եւ ներկայացուցած է եկեղեցիները որպես այլ մշակույթի մաս։ Վերանորոգում կրնա ըլլալ, բայց ոչ որպես հայկական։ Ես այլևս ուժ չունիմ թիմանալու, Զիս կխնամե 94-ամյա մայրս։ Այս խոսքերը կպատկանին 72-ամյա կնոջը, ով ծանր հիվանդ է եւ մասամբ կատվածահար։ Անոր պատմությունը կբացահայտե հայկական համայնքին մեջ ապրող երկու տարեց կանանց ծանր եւ հողբերգական իրականությունը։ Գինը այսօր կփախի լուրջ առողջական խնդիրներու։ Ան տարիներ առաջ ենթարկված է վիրահատության, որը իր խոսքով անհաջող եղած է եւ հանգեցուցած ծանր պարտություններու։ 8 տարի առաջ ան նաև ուղեղային արյունազեղում ունեցած է, որուն հետևանքով ցախ ցերն ու ոտքը կատվածահար մնացած են։ Այսօր անոր միակ խնամակալը իր 94-ամյա մայրն է։ Չնայած տարիքին, մայրը կփորձե պատրաստել ուտելիք, լվալ հագուստը եւ հոգալ դան գործերը։ Դարեց կինը ունի նաև այլ առողջական խնդիրներ՝ երեգամային անբավարարություն, սրտային եւ ոնաշարի հիվանդություններ։ Անը ստիպված է ինքնուրույն մաքրել իր վերքերը եւ փոխել վիրակապերը։ Գինը հաշմանդամության նպաստ կստանա, որ գրեթե ամբողջությամբ կծախսվի դան վարձին համար։ Ընտանիքը նաև մեծ պարտքեր ունի, իսկ դանդերը կբահանջե վարձավճարի գդրուկ բարձրացում։ Հագարակ համայնքային որոշ օգնության, սնունդի եւ փոքր դրամական աջակցության կշարունակեն պայքարել գոյատևելու համար։ Ան կնշե, որ երբեմն նույնիսկ կգործընծնե ապրելու ուժը։ Անոր միակ փափակն է, որ գտնվի բարեգործական հաստատությունը գամդունը, ուր գրնան ապրիլ ապահով պայմաններու մեջ եւ ստանալ անհրաժեշտ բժշկական օգնությունը։ Այս պատմությունը գրգին կհիշեցնե, որ հասարակության մեջ կան մարդիկ, որոնք ապրին ծանր պայմաններու մեջ եւ գարիքն ունին իրական մարդասիրական աջակցության։ Իրանի նոր գերագույն առաջորդ ընտրված է Այաթոլլահ Սեյեդ Մոջթաբա Խամենեին։ Իրանի Իսլամական Հանրապետության փորձագետներու խորհուրդը 88 անդամով մեծամասնության կվեներով նշանակած է անոր, փոխարինելով իր հայրը Այաթոլլահ Ալի Խամենեին, ով զոհված էր ԱՄՆ-ի եւ Իսրայելի հարվածներուն։ Խորհուրդը նշած է, որ Ալի Խամենեին հերոսի մահ ընդունած է, մինչև վերջ կատարելով իր բարտկը ժողովրդին առաջ։ Վերլուծաբանները կնկատեն, որ նոր առաջորդը սերտ կապեր ունի իսլամական հեղափոխության պահապաններու գազմի հետ, ինչը կրնա ապրավենթել իր թիրքերը։ Վերջին օրերուն հաղորդված էր նաև, որ ան վիրավորված էր իսրայելա-ամերիկյան հարվածներու ժամանակ։ ԱՄՆ-ի եւ Իսրայելի պատերազմը Իրանի դեմ լուրջ ազդեցություն կգործի համաշխարհային տնտեսության վրա, խաթարելով միջազգային արևդուրի գայունությունը։ Իրանի պատասխան հարվածներեն յետ Պարսից ծոցի լարվածությունը գդրուկ աճած է։ Բրենտ տեսակի նավթի գինը գերազանցած է $90 մեկ բարելի համար, իսկ ԱՄՆ-ի մեջ բենզինի գինը աճած է մոտ 34 ցենտով։ Եվրոպայի բնական գազի գիները աճած են շուրջ 80%-ով, նոր մտահոգությունները ստեղծելով քննաջի առնչությամբ։ Պատերազմը ծանր ազդեցություն ունի բազմազգ ընկերություններու վրա։ Շատերը կփախին մատակարարման խափանումներու, փոխադրման ծախսերու աճի եւ ծովային ուղիներու սահմանապակ հասանելիության։ Խնդիրներ առաջացած են նաեւ արդյունաբերական ոլորտին մեջ։ Ալյումինի գիները գդրուկ բարձրացած են այն բանեն յետք, երբ Պարսից ծոցի շրջանի որոշ խոշոր առատրոներ ժամանակավորապես դադրեցուցած են իրենց գործունեությունը։ Այս շրջանը կապահովե աշխարհի ալյումինի մատակարարումներու մոտ 8%-ը։ Մերձավոր արևելքեն որոշ կարևոր բաղադրիչներու պակասը կրնա վտանգել միկրոչիպերու արտադրությունը, իսկ անօտաչու սարքերու հարձակումները վնասած են տվյալներու փոխանցման ենթակառուցվածքները, մտահոգություն ստեղծելով թվային անվտանգության հարցով։ Տնտեսագետներ կկանխատեսեն, որ երկար հագամարտությունը կրնա տանտաղեցնել համաշխարհային աճը։ Որոշ վերլուծաբաններ նշած են, որ նավթի գինը $100 հասնելու բարակային աճը կրնա նվազիլ մոտ 0.4%-ով։ Փորձագետները զգուշացուցած են, որ հագամարտությունը կրնա լուրջ նյութական վնաս հասցնել միջազգային ընկերություններուն եւ աշխարհի տարբեր երկիրներու տնտեսություններուն։
Արցախի ազգային ժողովի պատգամավոր Մեդաքսե Հակոբյան հայտարարած է, որ բռնի դեղանված արցախցիները երբեք չեն հրաժարիր հայրենիք վերադառնալու իրավունքին։ Անոր խոսքով ոչ մեկ իշխանություն կրնա ստիպել մոռնալ Արցախի հարցը կամ հրաժարիլ արտար պահանջներեն։ Հակոբյան ընդգծած է, որ կատարվածին պատասխանատուները պիտի ենթարկվին մարդկային եւ փարոյական պատասխանատվության։ Արցախցիներու նպատակը անփոփոխ է՝ վերադարձ հայրենի բնորան։ Ինչքան ալ փորձեն բարդացրել մոռացություն կամ լրություն, մեր հիշողությունը գանքն ու ճանապարհը չեն փոխվիր։ Մենք տուն պիտի վերադառնանք, ըսած է ան։ Ան նշած է, որ Արցախի ժողովրդի պայքարը պիտի շարունակվի մինչև արդարության վերականգնումն ու հայրենիք վերադարձը։ Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարած է, որ իսրայելական բանակը սպիտակ ֆոսֆոր բարոնագող զինամթերք կիրառած է Լիբանանի հարավի Յոմոր քաղաքին մեջ։ Կազմակերպության հետազոտողները հաստատած են 7 լուսանկար, որոնց մեջ կերևի թե ինչպես սպիտակ ֆոսֆորով զինամթերքները կբայթին եւ կդարածվին բնակելի թաղամասերուն վրա։ Միջադեպը դեղի ունեցած է մարտ 3-ին։ Իրավապաշտպաններու խոսքով սպիտակ ֆոսֆորը շատ թունավոր է։ Այն օդի խոնավության կամ շնչուղիներուն մեջ կրնա առաջացնել ֆոսֆորական թթու եւ թթվածի հետ շփվելով հեշտորեն կփրկի հարաճացնելով հրթեհներ։ Թեև որոշ բանակներ այն կօգտագործեն որպես ծուխ ծածկելու միջոց, բնակելի տարածքներուն մեջ օգտագործումը միջազգային իրավունքի խախտում է եւ կրնա վտանգել խաղաղ բնակչության կյանքը։ Գազམ་ագերբության Լիբանանի հարցերով հետազոտող Ռամզի Ղեյսը նշած է, որ սպիտակ ֆոսֆորի կիրառությունը բնակելի շրջաններուն մեջ ծայրահեղ մտահոգիչ է եւ կրնա ծանր հետևանքներ ունենալ խաղաղ բնակչության համար։ Իսրայելի բանակը քանի անգամ մեղադրված է նման զինամթերք օգտագործելու մեջ Գազայի եւ Լիբանանի տարածքներուն մեջ, սակայն մեղադրանքները հերքած է։ Վերջին հայտարարության արդիվ պաշտոնական մեկնաբանություն դեռ չէ հնչած։ Միևնույն ժամանակ հաղորդված է, որ վերջին շաբաթը Լիբանանի մեջ կատարված հարվածներուն հետևանքով զոհերու թիվը գերազանցած է 400-ը։ Գոսանտո Բոլսո հայ երկչուհի Սիբիլն ու ամերիկահայ դերասան Մայքլ Գորջյան համագործակցած են արևին մոտ երկի տեսահոլովակին մեջ։ Նոր նախագիծը կմիացնի երաժշտություն եւ շարժանկարը պատմողական ոճով ներկայացնելով ստեղծագործական գաղափարը։ Սիբիլ ծնած եւ մեծած է Գոսանտո Բոլսո մեջ, ընտանիքի մեջ, որուն արմատները կհասնին Սեբաստիա եւ Տոկատ։ Երաժշտության հանդեպ սերը ձևավորված է մանկութենեն եկեղեցական երգչախումբի մեջ երգելով։ Թեև մասնագիտական կրթություն չունի, Սիբիլ նշած է, որ իր իրական դպրոցը Վարդանանց երգչախումբն է, ուր երկար դարիներ համերգներ տված է Արևմտյան Հայաստանի եւ արտերկրի մեջ։ Իր ամենամեծ երազանքն էր սեփական ալբոմ ունենալը։ Ան նշած է, որ հայերեն երգով ճանաչում ցերկ բերել Արևմտյան Հայաստանի մեջ դժվար է, քանի որ տարածքը Թուրքիո կողմէ բռնակրաված է, բայց ինք երբեք չհրաժարած նպատակներեն։ Ան ընդգծած է, որ իր համար կարևոր է յուրաքանչյուր նոր նախագիծ դարձնել նախորդեն ավելի ուժեղ եւ յուրահատուկ։ Ամեն անգամ կփորձե մեկ քայլ առաջ երթալ եւ ստեղծել արժեքավոր աշխատանք, ըսած է Սիբիլը։ Արևին մոտ տեսահոլովակը դարձած է երաժշտության եւ շարժանկարի հետաքրքիր համադրություն, ուր հայկական մշակութային ինքնությունը կներկայացվի ժամանակակից ստեղծագործական ձևով։ Հայաստանի մեջ վայրի խոտաբույսերը թեյ պատրաստելու ավանդությունը հազարամյակներ ունի։ Հայկական լեռնաշխարհի մեջ մարդիկ օգտագործած են ուրց, անանուխ, երիցուկ եւ այլ բույսեր ըմբելիքներ պատրաստելու համար, որոնք կործածված են առօրյային եւ բուժական նպատակներով։ Հայկական բնությունը հարուստ է ավելի քան 3200 տեսակ բույսերով, որոնց մոտ 1500-ը թեղաբույսեր են։ Թեյի բույսերը հիմնական ցերկով կհավաքվին քարունեն մինչև ամառվան վերջ։ Հայկական թեյերու տարածված տեսակներն են ուրցի, անանուխի, երիցուկի, մասուրի, խնկածաղիկի եւ նրան ծաղիկներու թեյերը։ Այսօր ալ հայկական բուսական թեյը մնացած է ազգային խոհանոցի կարևոր մասը, հայտնի իր բնական բույրով եւ առողջարարությամբ։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան էինք նախատեսած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։